Մեր քաղաքում սոցիալական կարիքից դրդված չպետք է լինի երեխա, որը սոցիալական կարիքից դրդված դպրոց չգնա։ Գումար չունենալու կամ կոշիկ չունենալու պատճառով։ Չպետք է լինի ծեր, որը սոցիալական կարիքից դրդված չկարողանա գնա հասնի պոլիկլինիկա։ Մենք ունենալու ենք կոնկրետ բաժին, կոնկրետ հանձնաժողով, որը տեղորոշելու է, իմանալու է բոլոր այդ մարդկանց տեղը, զբաղվելու է իրենցով, ստեղծելու ենք համակարգ, որ ոչ թե նվազագույն պայմանները ստեղծենք այդ մարդկանց համար, այլ հնարավորություն տանք իրենց զարգանալու, հնարավորություն տանք մեկնարկային սոցիալական ճիշտ կետ ունենալու համար։ Երբ ես խոսում եմ սոցիալական արտարությունից, դա նաև վերաբերվում է տնակներում ապրող մեր համակարգացիներին։ Ի վերջո մեկը միշտ պետք է լուծել այս հարցը։ Ով եկավ ասես լուծելու ենք այս հարցը, ով եկավ 30 քանի տարի լուծում են, լուծում չի ստանում։ Մենք մեր դիմաց առաքելություն ենք դրել, որ մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը Գյումրիում տնակներում ապրող մարդ չպետք է լինի։ Ու մենք չենք փորձելու տարանջատել, այ դու ստացել ես, վաճառել ես։ Տեսեք, մարդը կարող է կարիքից դրդված կյանքի այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ամուսնու կամ կնոջ կյանքը փրկելու համար պետք է եղել տվյալ բնակարանը վաճառել, բայց ինքը արդեն 20-25 տարի այդ տնակում է ապրում։ Լավ, մենք որպես համայնք սոցիալական պատասխանատվություն կրում ենք այդ մարդու հանդեպ, թե չէ։ Ինչ մենք պետք է ասենք, այդ մարդը պետք է գնա սաղ կյանքը մնա այդ դոմիկում, որովհետև մի անգամ տուն է ստացել ու դժբախտության պատճառով վաճառել է, ոչ։ Մենք ընդմիշտ պետք է այդ հարցը լուծել։ Հիմա կասեք ոնց այդ միլիոնավոր դոլարները ճիշտ է։ Մենք մեր Սփյուռքի հետ կտրված պորտալարը, որը վերջի 3 տարին կտրեցին, վերականգնելու ենք։ Սփյուռքում ապրում են մեր համակարգացիները, Սփյուռքում ապրում են մեր այն հայրենակիցները, որոնք 30 տարուց ավելի օգտակար են եղել Արցախին։ Այդ մարդկանց ներուժը, հնարավորությունները հիմա չօգտագործելը հիմարություն է։ Պնդում եմ, որ Գյումրիի համայնքապետը նաև այնպիսի մարդ պետք է լինի, որը կարողանա բանակցելու ունակություն ունենալ։ Գնալու եմ, խնդրելու եմ այդ մարդկանց, համոզելու եմ, նոր առաքելություն ենք մեր Սփյուռքի համար մտածելու, հայրաքաղաքի զարգացումը ապահովելու համար։ Որովհետև Գյումրին միայն Հայաստանի հայրաքաղաքը չէ, Գյումրին համայն հայության հայրաքաղաքն է։ Ու ես վստահ եմ, որ ճիշտ ձևակերպված ծրագրի պարագայում մենք գտնելու ենք այն միջոցները, որոնցով կարողանանք տնակային համակարգից վերջնականապես ձերբազատել մեր քաղաքը։ Ազատված տարածքներն էլ տրամադրելու ենք ներդրողներին, որպեսզի իրենք արդյունաբերական հզորությունները զարգացնեն։ Ընթացքում այդ իմ ասած սպառման նոր շուկաներ գտնելով մեր դաշնակցային հարաբերությունները ճիշտ հիմքերի վրա բերելով զարգացնելու ենք մեր քաղաքը։ Սոցիալականի մասին խոսելով անպայման պիտի խոսեմ նախադպրոցական կրթության մասին։ Մեր բոլոր սպորտ դպրոցները անվճար պիտի լինեն։ Մենք երեխայից գումար չպիտի վերցնենք իրեն ապագայում աշխարհի չեմպիոն կամ օլիմպիական չեմպիոն պատրաստելու համար։ Այսինքն մենք երեխայից փող ենք վերցնում, որ վաղը ինքը մեր քաղաքին ու մեր հանրապետությանը համբավ բերի։ Դա սխալ է։ Մենք չպետք է ունենանք ու մենք ունենք ծրագիր, որ 5 տարվա ընթացքում Գյումրիում չի լինելու տնակային պայմաններում գոյատևող սպորտ դպրոց կամ վատ պայմաններում գոյատևող սպորտ դպրոց։ Բոլոր սպորտ դպրոցները ունենալու են միջազգային պրակտիկային համապատասխան պայմաններ, լավ մարզասրաններ, մեր մարզիչները պիտի ստանան արժանապատիվ ու արժանավայել աշխատավարձ։ Այդ համակարգն էլ մենք ունենք մշակած։ Գյումրին ճիշտ կառավարելու դեպքում, բյուջեն ճիշտ կառավարելու դեպքում այդ մարդկանց աշխատավարձը հնարավոր է ամեն տարի 15-ից 20%-ով բարձրացնել ու 5-րդ տարվա ավարտին ստանալ արժանավայել աշխատավարձ։ Պատկերացրեք, տղամարդ մարզիչ, այստեղ գենդերային տարբերություն չեմ դնում, բայց մեր տղամարդկանց շատ լավ ճանաչելով եմ սա ասում։ Տղամարդ մարզիչ, որը 78,000 դրամ աշխատավարձ է տանում տուն, այն պայմաններում պարագայում եթե մարզվող երեխա ունի, ու որպեսզի այդ 78,000 դրամը տուն տանի, 10 երեխայի 500 դրամ վարձը պարապելու ինքն է մուծում իր աշխատավարձից 5,000 դրամ, որ 73,000-ը տուն տանի։ Սա ամոթ է բոլոր իշխանությունների համար, բոլոր, թե նախկինն է, թե ներկա։
բոլոր երաժշտական դպրոցները, բոլոր սպորտ դպրոցները, ընդհանրապես նախադպրոցական կրթությունը Գյումրիում լինելու է անվճար։ Մենք մեր երեխաներին պիտի հնարավորություն տանք առանց կաշկանդվելու փողոցից գնալ դեպի կրթահամալիր։ Այն վայրեր, որոնք մեր քաղաքին տվել են մարդիկ, որոնք հզորագույն համբավ են բերել մեր քաղաքին։ Սոցիալական բնակարանաշինությունը։ Տեսեք, ինչպես է պետք լուծել այդ հարցը։ Մենք այսօր քաղաքում ունենք բազմաթիվ շենք-շինություններ, որոնք ճիշտ չեն օգտագործվում, լքված են, պետական բալանսի վրա են, տասնամյակներով չեն օգտագործվում, մարդկային շունչ այնտեղ չի մտնում, շենքը քանդվում է, քայքայվում է, բայց մեր ժողովուրդը տնակներում է ապրում։ Պետությունից պետք է այդ շենքերը տեղափոխել համայնքի տիրապետության տակ։ Տեսեք, շենքեր ունենք, բուլվարային թաղամասում ռադիոտեխնիկայի շենքը, մանկավարժական քոլեջի շենքերը, այդ շենքերը վերականգնելուց հետո մարդկանց տների հարցը կարելի է սկսել ինտենսիվ լուծել։ Սա էլ է գալիս քաղաքի արդյունավետ կառավարման մասին թեմայի շուրջ խոսելուց, հա։ Արդյունավետ կառավարումը շատ կարևոր է, շատ կարևոր։ Բնակ ֆոնդի արդիականացումը։ Միանշանակ վերականգնելու ենք բոլոր պատշգամբները, կտուրները ու շքամուտքերը։ 58 տանի թաղամասում զարկ ենք տալու միջազգային կազմակերպությունների հետ էներգախնայող երեսապատման այդ ծրագրին։ Դա շատ էֆեկտիվ ծրագիր է։ Գիտեք, 2-3 շենք կա անի թաղամասում, որը այդ ծրագրից օգտվել է, ապրող բնակիչներից հարցրեք, ձմեռվա ամիսներին մոտ 50%-ով էներգախնայում է տեղի ունենում։ Այսինքն 50%-ով ավելի քիչ գումար են վճարում մեր համաքաղաքացիները, իսկ հաշվի առնելով, որ մեր մոտ ձմեռը ավելի երկար է տևում, քան Հայաստանի այլ տարածքներում, մոտ 4.5 ամիս մենք գազի շատ մեծ փող ենք տալիս։ Դա միանշանակ հնարավոր է լուծել շենքերի էներգախնայող երեսապատման միջոցով։ Այն, որ անի թաղամասը 58 թաղամասը ասֆալտապատվելու է, դա մեծ լավություն չի։ Դա ZEP ծրագրի գումարներն է, որով նախկինում 2016 թվականի վերցրած վարկն է։ 2016 թվականից այդ գումարները կա։ Ուղղակի ենթակառուցվածքները անցկացնելը բավականին երկար է տևել, այս տարի 58 թաղամասը ասֆալտապատվելու է այդ ծրագրով։ Այսինքն ով ուզում է համայնքապետ լինի, այդ ծրագիրը կա, ասֆալտապատումը տեղի է ունենալու։ Մենք մեր քաղաքին տալու ենք համաչափ զարգացում ոչ միայն ծայրամասային տրամաբանությամբ, որ բոլոր թաղամասերը զարգանան համաչափ կենտրոնի հետ, այլ ընդհանուր քաղաքին ենք տալու համաչափ զարգացում, որպեսզի մայրաքաղաքից հետ չմնա։ Տեսեք, մշակույթի, արվեստի մայրաքաղաքը այսօր 1000 տեղանոց դալիճ համերգային չունի։ Չունի մեծ պատկերասրահ, իսկ մենք ունենք փայլուն նկարիչներ, որոնք ցուցադրվելու տեղ այսօր բառից բուն իմաստով չունեն։ Խոսում են ազգային մարզադաշտ կառուցելու մասին։ Ու ելի հեշտական անգամ խոսում են, որ այդ 40,000-անոց մարզադաշտը պիտի կառուցել Երևանում։ Ինչի Երևանում։ Եթե դուք ուզում եք Գյումրին զարգանա, ուրեմն պետք է 40,000-անոց այդ մարզադաշտը կառուցել Գյումրիում։ Միջազգային օդանավակայանը ունենք, այս ճանապարհը հյուսիս-հարավը չարչրկված, ոնց էլ լինի կառուցվելու է, հենց այն ժամանակահատվածում, երբ որ այդ մարզադաշտը կառուցվի։ Երկաթգիծը ունենք, լոգիստիկայի խնդիր, այսպես ասած, մենք չունենք։ Հիմա պատկերացրեք, եթե Գյումրին ունի 40,000-անոց մարզադաշտ, որտեղ տարին 4-5 անգամ հավաքականը հանդիպումներ է անցկացնում։ Դա 200,000 մարդու ներհոսք է մեր քաղաք։ Դա ահռելի մեծ քանակությամբ գումար է, որը 4-5 անգամ ավելին է, քան Գյումրու տարվա բյուջեն։ Եթե դու ունենում ես մարզադաշտ, մարզադաշտի կողքը, տեսեք Կրասնոդար քաղաքի պրակտիկան շատ ցայտուն է, երբ Գալիցկին Կրասնոդար ֆուտբոլային ակումբի համար կառուցեց մարզադաշտ, որը Եվրոպայի 2 լավագույն մարզադաշտերից մեկն է համարվում։ Շուրջը կառուցեց զբոսայգի, լավագույն զբոսայգիներից մեկը։
Ներդրողները իրենք եկան եւ սկսին ենթակառուցվածքները կառուցել։ Հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ, մոլեր։ Մի հատ նման կառույց Գյումրիին անհավանական արդյունավետություն է բերելու։ Ու մենք պնդելու, պահանջելու ենք, հիմնավորելու ենք, որ այդ մարզադաշտը կառուցվի Գյումրիում։ Տարվա մեջ մեկ կամ երկու համար երկու անգամ միջազգային մասշտաբի արտիստի Գյումրի բերելով, օրինակ Imagine Dragons խումբը 40,000 զբոսաշրջիկ ես բերելու Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից։ Դա նշանակում է, որ քաղաքը 12 ամիսների ընթացքում մարդկային այնպիսի մեծ ներհոսք է ապահովելու, որը շատ լուրջ գումարներ է բերելու Գյումրի։ Մեխանիկորեն զարգանալու են մնացած բոլոր ոլորտները, անվտանգային հարցերը, քաղաքում վստահաբար մենք լուծելու ենք թափառող շների հարցը, ու լուծելու ենք ոչ թե սպանդի միջոցով, այլ էլի լուծելու ենք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով, գրանտեր բերելով, տեղում կենդանասերների հետ ստեղծելու ենք մի համակարգ, որ մեր քաղաքում անվտանգ իրար կողք ապրեն եւ մարդիկ եւ կենդանիները։ Շների պոպուլյացիայի դեմ է պետք պայքարել։ Ճիշտ արված ստեղծումը, ճիշտ արված պատվաստումները, ճիշտ ստեղծված կլինիկաները եւ կացարանները այդ հարցը լուծելու են։ Մենք, այո, ճիշտ է ասում։ Տրանսպորտային համակարգի նոր ներդրում ենք անելու։ Ի վերջո այնպես ենք անելու, որ Եվրոպայից ստացած այն ավտոբուսները էկոլոգիապես մաքուր ավտոբուսները, որոնք անհասկանալի պատճառներով կանգնած են այսօր ու չեն օգտագործվում։ Մենք ունենք ավտոբուսներ, որոնք ստացել ենք շատ շուտ ու իրենք անհասկանալի, չհիմնավորված չեն օգտագործվում։ Խոսում են Գյումրու օդը մաքրելու աղտոտվածությունը, աղտոտվածության դեմ ինչ-որ մի ձև պայքարելու։ Այմար դուք ավտոբուսներ ունեք, որոնք ձեզ նվիրել են, որը չեք օգտագործում այսօր։ Մնացած այդ քայլերը ո՞նց եք անելու։ Մենք օգտագործելու ենք Գյումրիի բալանսի վրա այս պահին եղած ոչ միայն ամբողջ շարժակազմը, այլ նոր տրանսպորտային համակարգի ներդրումով ստեղծելու ենք հնարավորություն, որ մեր բնակիչները ոչ միայն երկար կանգառներում չսպասեն, այլ հստակ կանգառներում մոնիտորի վրա տեսնեն, թե իրենց ցանկալի ավտոբուսը ինչքան է մնացել, որ մոտենա, ու ինչ քանակությամբ մարդ կա այդ ավտոբուսի մեջ։ Մենք կիրառելու ենք ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները։ Գյումրին լինելու է իր ավանդույթները շարունակող, իր արժեքներին հավատարիմ, բայց նաև մեծ քայլերով զարգացող քաղաք։ Մենք մեր քաղաքին տալու ենք այնպիսի էներգախնայող լուսավորություն, որ միայն այդ լուսավորությունը տեսնելու համար մարդիկ ուզենան մեր քաղաք գալ։ Այդ լուսավորությունը ինչ որ ժամերից չի անջատվելու, որովհետև եթե մենք խոսում ենք, որ Գյումրին պիտի դարձնենք զբոսաշրջային իրադարձային կենտրոն, չի կարող ինչ որ մի հատ ժամ լինել, որ զբոսաշրջիկը ուզենա գիշերը դուրս գա ու լույս չլինի քաղաքում։ Այդ համակարգը նույնպես ունենք մշակած, որ ինքը եւ էներգախնայող է լինելու, եւ շատ սիրում։ Մեր քաղաքի կանաչապատմանն ենք զարկ տալու, նոր կանաչապատ տարածքներ ենք ստեղծելու, վերականգնելու ենք Իսահակյան փողոցի այդ գեղեցիկ պուրակը, այդ այգիները, ամբողջ ուղղվածությամբ։ Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մեր այգիներին ու մեր պուրակներին։ Ինչի՞, որովհետև այդ զբոսաշրջիկին, եթե մենք ասում ենք, որ 58 թաղամասում օրինակ ստեղծելու ենք զբոսաշրջային մի հատ կենտրոն, որ զբոսաշրջիկը անպայման ուզենա գնա դա տեսնի, ինքը ամբողջ քաղաքով անցնելու է։ Ու ամբողջ քաղաքում ինքը տեսնելու է գեղեցիկ այգիներ, գեղեցիկ պուրակներ։ Նույնը անելու ենք Հաղթանակ թաղամասի այգու հետ։ Այդ այգին մաքրելու ենք այգուն չվերաբերող բոլոր տնտեսական միավորներից կամ լքված այդ բաներից, բուտկաներից։
մաքրելու ենք ոչ մի կանաչապատ տարածք,